Կարանք չէ, մեկ հարց, մեկ պատասխան ճանապարհով գնանք։ Ես մինչև հարցը պատասխանին անցնելը ես ձեզ ասեմ, որ մենք պլանավորել ենք մինչև լիագումար նիստում քննարկումը առանձին լրագրողների հետ բրիֆինգ ունենալ պետական բյուջեի 24 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ, հետևաբար ես կառաջարկեի, որ հիմա չքննարկենք հարցերը, եթե քննարկի ոտքի վրա բյուջեն։ Հա, Պարոն Հովհաննիսյան, երեք վարչապետը, քանի որ համալսարանում ուսանողների հետ էր հանդիպել, նրանք ասում են, որ վարչապետը իրենց պատմել է, որ հատուկ մարմիններին հանձնարարել է զբաղվել վեհափառի եւ մյուս թեմերի առաջնորդների կուսակրոնության խախտման չխախտման վերաբերյալ այս հարցով։ Ես ուզում եի ձեզ հարցնել, որպես կուսակցական դուք եք այս օրերին այդ թեմայով գրառումներ արել, օրինակ դուք ինչպես եք պատկերացնում իրավապահները ինչպես պետք է զբաղվեն այդ հարցով եւ ինչ պետք է անեն։ ինձ եք հարցնում դա։ Հա, որպես կուսակցության անդամ, պարոն Հովհաննիսյան։ Կուսակցության անդամը կապ չունի ձեր տված հարցի հետ։ Մեխանիզմները, ես չեմ դա չեմ ոչ, ես շոկի մեջ չեմ։ Չէ, բայց պարոն Հովհաննիսյան, կա մեխանիզմ Այսինքն նորմալ է, որ վարչապետը իրավապահների։ Ես արդեն գրառում եմ արել դրա վերաբերյալ, իմ մեկնաբանությունը դա է։ Ինչն է ձեր մեկնաբանությունը, որ պետք է պարզվի, ովքեր են խախտել։ Չէ, ես ընդհանրապես ասում եմ, որ եթե ինչ որ մարդիկ ստանձնել են հոգևոր առաջնորդություն, այսինքն իրանք պետքա որոշակի նաև ստանդարտների հետևեն, որոնք սահմանված են։ Ինչպես ամեն մեկի համար, որ իր գործառույթից ելնելով այն ինչ որ ինքը ստանձնել է, ենթադրում է որոշակի կանոններ Եվ այստեղ էլ կանոնները, որոնք սահմանված են, պետք է պահպանվեն։ Իսկ իշխանության 7-րդ տարում այդ հարցի հրատապությունը ո՞նց առաջացավ։ Այդ չեմ կարող ասել։ Բայց դուք եք օրակարգը ստեղծել, ո՞նց չեք կարող ասել։ Դուք նկատի ունեմ ձեր թիմը, ձեր քաղաքականությունը։ Դե հիմա այդ հարցը քննարկվում է ինչ որ մի ձևով։ 7 տարի ինչու այդ հարցը չէր բարձրաձայնվում, մեկ էլ հիշեցիք, որ կարելի է այս թեմային անդրադառնալ։ Ճիշտ ասած, այդ թեման իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում չի, եւ երբ որ այդ հարցը ի հայտ եկավ, ես այդ հարցին անդրադարձա։ Ձեզ համար որքանով է կոռեկտ։ Լավ, ձեզ համար որքանով է կոռեկտ, որ Նիկոլ Փաշինյանը գրառում է անում, օրինակ, ինչ որ X սրբազանի եւ նրա ազգականի քերակնոջը կենակցելու վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ազատ է իր սոցիալական ցանցերում գրելու այն, ինչ որ ինքը նպատակահարմար է գտնում։ Հրապարակային հայոյանքներ հնչեցնել եկեղեցին եւ պետությունն անջատել։ Եկեք այս թեման փակենք, որովհետեւ արդեն ասեցի, հիմա ասենք միած այս բանը, միած այն բանը։ Եկեղեցին եւ պետությունն անջատել։ Սահմանադրության մեջ գրված է դրա մասին, ես դա մեկնաբանելու կարիք չունեմ։ Նախարար, այդ հայոյանքը վարչապետի, դուք օրինակ այդ հայոյանքը ինչու՞ չէ, ամբողջ համացանցը